Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թադավորած Քիրք 4-րդ գլուխ Թեփորա եւ Փարագ Աբովթի մերնելեն յետք Իսրայելի որդիները դիրոջ արջև վերստին չարիք գործեցին։ Ուստի դերը զանոն կանանացներու Յապին թակավորին ցերկը մատնեց, որ Հասորի մեջ կտակավորեր։ Անորը սպարաբեդը Սիսարա էր, որ ասկերու Արիսոտին մեջ կփնագեր։ Իսրայելի որդիները դիրոջ աղաղագեցին, որովհետև ան 900 երկաթի գարկեր ուներ ու 20 տարի Իսրայելի որդիները սաստիկ դանչեց։ Այդ ադեն Թեփորա մարգարեուհին Ղափիտոթի գինը Իսրայելի մեջ թադավոր էր։ Ան Եփրեմի լեռնագոմը գփնագեր Ռամայի ու Փեթելի մեջտեղ Թեփորայի արմավենիին տակ։ Իսրայելի որդիները Թադաստանի համար անորքով գբարձրանային։ Թեփորա մարդ ղրգեց Նեպտաղիմի Գաթեսեն Ապինոամի որդին Փարագ գանչեց եւ անոր ասավ. Դերը Իսրայելի Աստվածը քեզի չբադվիրեց, քնա թափոր լերը ելիր ու Նեպտաղիմի որդիներեն եւ Զապուղոնի որդիներեն քեզի 10,000 մարդ ար։ Ես Յապինի սպարաբեդը Սիսարան եւ անոր գարկերն ու զորքերու բազմությունը կուտիմացդ պիտի հանեմ Գիսոնի ծորը եւ զայնքու ցերկդ պիտի մատնեմ։ Փարագ անոր ասավ. Եթե թունալ ինձի հետ երթաս, գերտամ, բայց եթե ինձի հետ չերթաս, չեմ երթար։ Անալ ասավ. Անշուշտ քեզի հետ պիտի երթամ, բայց երթալիք ջամփատ քեզի բանձալի պիտի չլա, քանի որ դերը Սիսարան գնոջ մցերկը պիտի մատնե։ Թեփորա գանկնեցավ ու Փարագի հետ Գաթես կնաց։ Փարագ Զապուղոնը եւ Նեպտաղիմը Գաթես կանչեց ու 10,000 մարդ իրեն հետևելով բարձրացավ։ Թեփորայալ անոր հետ բարձրացավ։ Մովսեսի աներոջ Հոփապի որդիներեն գենեցի քապեր գենեցիներեն զադված էր եւ իր վրանը Գաթեսի մոտ Սանանիմի գանինքով լարած էր։ Սիսարայի մացուցին թե Ապինոամի որդին Փարագ թափոր լերը բարձրացած էր։ Սիսարա իր բոլոր գարկերը 900 երկաթե գարկերը ու իրեն հետ եղող ամբողջ ժողովուրդը ազգերու Արիսոտեն Գիսոնի ծորը գանչեց։ Թեփորա Փարագի ասավ. Ոտքի ելիր, քանի այսօր դերը Սիսարան քու ցերկդ մատնեց։ Միթե դերը քու արջևետ դուրս չելավ։ Փարագ թափոր լերդեն իջավ եւ իր յետևեն 10,000 մարդ։ Դերը Սիսարան բոլոր գարկերն ու ամբողջ բանակը Փարագի արջև խոջակի մատնեց սուրի փերանով։ Սիսարա գարկեն իջավ եւ ոտքով փախավ։ Փարագ գարկերն ու բանակը մինչև ասկերու Արիսոտը հալածեց եւ Սիսարայի ամբողջ բանակը սուրի փերանով ինգավ, ոչ մեկը ողջ մնաց։ Սիսարա ոտքով գենեցի քապերի գնոջ Յայելի վրանը փախավ, քանի որ Հասորի Յապին թակավորին ու գենեցի քապերի դան միջև խաղաղություն կար։ Ուստի Յայել դուրս ելավ Սիսարան թիմավորելու եւ անոր ասավ. Իմ դերս եկուր, ինձի եկուր, մի վախնար։ Ուստի ան թեպի վրանը անոր կնաց ու գինը զայն վերմագով մծածկեց։ Ան գնոջ ասավ. Գաղերսեմ, ինձի քիչ մը չուր դուր որ խմեմ, քանի ծարավ եմ։ Անալ գաթին դիգը բացավ եւ անոր խմծուց։ Հետո զայն ծածկեց։ Նաեւ անոր ասավ. վրանին մուտքը գայնե ու եթե մարդ մկա քեզ հարցապորցե ու սե հոս մարդ գա ասե ոչ։ Աբա քապերի գինը Յայել վրանին մեկ ցիցը արավ մուջնալ ցերկը բռնելով գամած մանորքով կնաց ու ցիցը անոր քունքը մխելով զայն կեդինը խրեց։ Ան բարդասացը լալով խորուն կքնանար, այսպես մերավ։ Ահա Փարագ Սիսարան գեդաբնտեր, երբ Յայել դուրս ելավ զինք դիմավորելու եւ իրեն ասավ. Եկուր, քու փնդրած մարդդ քեզի ցուցնեմ։ Ինքալ անոր հետ վրանը մտավ ու ահա Սիսարա բարգած էր մերած ցիցը իր քունքին մեջ։ Աստված այդ օրը կանանացիներու Յապին թակավորը Իսրայելի որդիներուն արջև ընկճեց։ Կանանացիներու Յապին թակավորին թեմ Իսրայելի որդիներուն ցերկը հետեսդե գծանրանար, մինչև որ կանանացիներու Յապին թակավորը փնաչնչեցին։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։